Բարև ձեզ, ես Հովհաննես Շողիկյանն եմ, Սպուտնիկ Արմենիայի տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովին։ Բարև ձեզ, պարոն Հարությունով, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Խոսելու ենք անշարժ գույքի շուկային առնչվող խնդիրների մասին եւ սկսենք նրանից, որ ռուսաստանցի միգրանտների ներհոսքով պայմանավորված, ինչպես բնակելի տների եւ բնակարանների, այնպես էլ հասարակական նշանակության տարածքների վարձակալության գները կտրուկ բարձրացան։ Միգրանտների գնալուց հետո ինչ փոփոխություններ են եղել շուկայում, ինչ է արձանագրել։ Շատ լավ հարց է, շնորհակալ եմ հարցի համար։ Հովհաննես ջան, տեսեք, իրավիճակը ոնց էր։ Մենք առհասարակ մեր անկախության վերջի 30 տարվա ընթացքում չենք ունեցել նման նախադեպ, որ Հայաստանում մի քանի շաբաթվա մեջ կամ մի քանի ամսվա մեջ այդքան մարդ գա Հայաստան, այսինքն գան աշխատելու, երկարատև ապրելու նպատակով։ Եվ պատրաստ չենք եղել դրան։ Կարծում եմ դա ոչ մեկի մտքով չի անցել էլի երբեք, որ տես իրավիճակ կարա լինի։ Եւ մեր շուկան ոնց էր իրականում զարգանում, մենք ունեինք որոշակի բնակֆոնդ, որտեղ մարդիկ ապրում էին կամ վարձակալության էին հանձնում, այսինքն տարիների ընթացքում այդ բնակֆոնդը ինքը ադապտանում էր օրվա պահանջարկին։ Եվ երբ որ օրինակ տեսեք եկամտահարկի մասին օրենքը շրջանառության մեջ դրվեց, որոշակի ժամանակ հետո, երբ մարդիկ սկսեցին հասկանալ այդ օրենքը հետևանքները եւ առավելությունները, սկսեցին գույք ձեռք բերել, ինչքան մարդիկ պահանջարկը շատանում էր, այնքան այդ ընթացքում կառուցապատումը շատանում էր։ Այսինքն միշտ շուկան արձագանքել է ըստ պահանջարկի եւ չի եղել կանխատեսում, որ կարա այդքան մարդ գա։ Եվ դրանով պայմանավորված մեր մոտ թե բնակարանների գները եւ թե հասարակական տարածքների կոմերցիոն նշանակության այնպես կտրուկ բարձրացան պահանջարկով պայմանավորված։ Եթե կհիշեք, մարդիկ ինքնաթիռներով կամ ցամաքային սահմանով Վրաստանի կողմից հատում էին սահմանը ու հենց այդ օրը ուզում էին կացության խնդիր լուծել։ Եվ դրանով պայմանավորված կային բնակարաններ, որոնք երբեք վարձակալության չէին հանձնվել, այսինքն սեփականատերերը ապրում էին դրսում, նպատակ չունեին, կարիք չունեին այդ գումարի իրականում կամ իրանց համար ինչ-որ գլխացավանք էր մի փոքր գումարի համար, այդքան ռեսուրս ծախսեին դրսից տեղ հանձնելու համար, չէին հանձնում, երբ որ շուկան սկսեց արձագանքել այդ հոսքին, գները ահագին բարձրացան կրկնակի առակի, սկսեցին այդ մարդիկ էլ իրենց գույքերը վարձով հանձնել։ Առաջի ցիկլը դա բնակֆոնդով ապահովելն ու առաջի մի 10-15-20 օրը։ Հետո այդ մեծ մասը, որ եկան, հիշում եք, երկու հոսք էր։ Առաջի հոսքը դա այն ժամանակ էր հենց պատերազմը սկսեց, Ռուսաստանին անջատեցին SWIFT-ից, չէ, այսինքն սանկցիաներ սկսեցին կիրառել ու այն բիզնեսները, ովքեր որ ընկան այդ սանկցիաների հետևանքով չկարացան այդ գործունեություն ծավալեն, իրանք իրենց թիմերով էին գալիս։ Եվ երբ որ սկսեցին կացության հարցը լուծել, իրանք սկսեցին արդեն աշխատանքի վայրի ընկերության գրասենյակի բանի հարց լուծել։ Եվ այդ իրավիճակով էլ մենք այդքան շատ գրասենյակային տարածքներ չունեինք։ Այսինքն այդ ժամանակ ովքեր ուղակի տներ ունեին մեծ, դարձնում էին գրասենյակային տարածքի նման էին կահավորում, հանձնում էին, այսինքն կարող լիներ հոստելներ, որոնք տրանսֆորմացիա էին անում որպես գրասենյակային տարածք հանձնում էին, այսինքն ինչ կար, այդ բային հնարավոր էր ինչը դարձնել նմանատիպ գույք, հանձնում են։ Եվ այդ դեֆիցիտի ֆոնին գները բնականաբար բարձրանում այդ շուկայական հարաբերությունները։ Մենք այնտեղ բնակարանների մասով շատ լուրջ խնդիրներ ունեցանք, մեր քաղաքացիների մասով արդեն ստեղի, ովքեր որ արդեն իսկ վարձով ապրում էին, եւ իրանց ուղղակի սեփականատերը տնից դուրս էին հանում։ Թողում էին փողոցում, ասում էին ես կարամ երակի ավել կամ կրկնակի ավել այս բային վարձակալությամբ հանձնեմ, այդ էլ մեր տարիների ընթացքում ձևավորված այդ բանն է, մտածելակերպն է եղել պատճառը, որտեւ երբ որ մարդիկ բնակարանը վարձակալում են եւ նույնիսկ գործակալությունները առաջարկում են, ասում եք պայմանագիր կնքեք, ասում են չէ, մենք իրար հետ ինչ խնդիր ունենք, բամոտ չի, բայց իրականում խնդիրը առաջանում է ժամանակ, երբ որ կոնկրետ ինչ-որ մեկը ավելի բարձր շահ է ունենում։ Ու տենց լիքը մարդիկ այդ պայմանագիր չունենալու համար դուրս էին մնում։ Կամ թեկուզ երբ որ մարդը վարձակալել է ենթադրենք 2 կամ 3 տարով բանավոր խոսքի հիման վրա,
պայմանավորվածությունը այսպեսին է, որ այդ վարձակալության արժեքը չի փոխվելու։ Բայց եթե ինչ-որ միտեղ ֆիքսված չի ու ոչ մեկ դրա հետևանքների համար պատասխանատու չի լինում, կարող հանգիստ պայմանը փոխվի։ Մարդիկ այն մնացին ու արդյունքեցին ավել վճարել այդ իրավիճակում։ Իսկ ինչ եղավ հետո, երբ որ արդեն միգրանտների հոսքը պակասեց, ավելին նրանց մի մասը հեռացան Հայաստանից, ինչ փոփոխություններ եք արձանագրել։ Տեսեք, այդ ժամանակ, որ շուկան արձագանքեց բարձրացավ, քաոս էր։ Այսինքն այդ արժեքների մասով էլի գույքերի։ Երբ որ մարդիկ սկսեցին աշճանաբար գնալ, օրինակ շատերը գնացին Դուբայ, տարբեր երկրներ, որոշները հետ գնացին, ինչ-որ հարցեր կարգավորեցին, բան։ Ստեղ նախ առաջի արձագանքը, երբ որ գները սկսում էր կարգավորվել, հատուկ եմ այդ բառը շեշտում, որովհետև շատ մարդիկ այդ գների կարգավորումը կապում են շուկայի փլուզման հետ։ Բայց դա ուղղակի ինչ-որ մի իրավիճակի հետևանքների բանն է, այդ իրավիճակով պայմանավորված հետևանքները գների բարձրացումն էր, իրավիճակը վերջացավ, գները սկսում են արդեն բնականաբար գալ իրենց նախկին գներին, եւ դա շատերը ներկայացնում են, որ շուկան փլուզվում է։ Բայց իսկապես եկան նախկին գներին, թե դեռ մնում են բարձր։ Այն մարդիկ, ովքեր ունեն գույք, վարձակալություն են հանձնում, ովքեր այդ գույքով պայմանավորված խնդիր են լուծում, միանշանակ այդ մարդիկ արձագանքում են այդ կարգավորմանը։ Օրինակ բերեմ, ենթադրենք ես գույք եմ ձեռք բերել, բանկով եմ գնել եւ ես ամսական ունեմ վճարում ստաբիլ։ Երբ որ իմ վարձակալս արդեն գալիս է, ասում է, գիտես, շուկայում այս գները չի արդեն, էլի, ես կշարունակեմ ստեղ մնալ, թեկուզ դա կնի հասարակական գույք թե բնակելի։ Ուզած տալիս եք, որ դուք ձեր բանկի հարցը լուծեք։ Երբ որ ես սկսում եմ մոնիտորինգ անել, տեսնում եմ, որ իրականում շուկան այդ վիճակում է, ասում եմ, օքեյ, կամ այդ մարդը եթե դուրս եկավ, առաջարկ է չարեց, այն գնով եմ ուզում հանձնեմ, որի մասով պահանջարկ կա այսօր։ Տեսեք, մարդիկ կան չեն հարմարվում այդ գներին։ Այսինքն չեն հարմարվում այս իրավիճակին, ասում են, չէ, ես չեմ իջացնում իմ գինը, իմ գույքի գինը։ Դա իրանց իրավունքն է։ Իրականում սեփականության իրավունք է։ Սեփականության իրավունքը անձեռնմխելի իրավունք է։ Եվ այդ մարդը ինքն է որոշում իր գույքը ինչ գնով կհանի, վաճառքի կամ վարձակալությամբ, չի վաճառվի իր խնդիրն է։ Իսկ կա որոշակի վիճակագրություն, թե նաև այն ժամանակ, երբ որ միգրանտների հոսքն էր, թե նաև հիմա այս կարգավորման փուլում, ինչպես դուք նշեցիք, ավելի շատ հակված են պայմանագրով գույքը վարձակալության հանձնել, թե առանց պայմանագրի։ Տեսեք, արձագանքը մարդկանց այդ իրավիճակներից հետո, օրինակ, եթե համեմատենք, դա անձնական մոնիտորինգի եւ մի քանի այլ գործընկերների հետ քննարկման արդյունք է, որովհետեւ չունեմ թիվ, այսօր վիճակագրության հետ էլ կապված լուրջ խնդիրներ ունենք, չկա ինչ-որ միտեղից կոնկրետ պաշտոնական վիճակագրություն, որը ճիշտ է։ Ու այդ հիմնարկներն որ տալիս են վիճակագրությունը, իրանք էլ մեղք չունեն, էլի, որ ճիշտ չի, դրա մասով է քննարկենք, կներկայացնեմ։ Հոգեբանորեն, ովքեր որ տեսել են այդ իրավիճակը, ովքեր որ խնդիր են ունեցել վարձակալության ժամանակ դուրս են եկել, այսօր միանշանակ մարդկանց թիվը մեծ է, որ իրանք երբ որ գույք են վարձակալում, ասում են անպայման պիտի պայմանագրով լինի ու պայմանագիրը ուշադիր կարդում են, դա շատ լավ է։ Շատերի մոտ փոփոխություն կա, դե մարդիկ կան, իրանք ոնց ապրել են, տեն շարունակում են ապրել։ Օրինակ Երևանում տեսնում ենք հասարակական նշանակության տարածքներ, որոնց վրա գրված է, որ վարձակալությամբ են հանձնում, սակայն այդ տարածքները ամիսներով, շաբաթներով, նույնիսկ տարիներով դատարկ են։ Ձեր ասած բարձր գինն է պատճառը, թե այլ պատճառ էլ կա։ Տեսեք, միանշանակ կախված որ հատվածում այդ տարածքը ու ինչ նպատակով են հիմնականում այդ տարածքում վարձակալում։ Վարձակալության գինը ուղիղ կապ ունի տեղ գործունեություն ծավալող բիզնեսի շրջանառության հետ։ Այսինքն, երբ որ ենթադրենք մի հատ տարածք է, որտեղ ռեստորաններ են, եւ լիքը ռեստորաններ կա, բայց մի տարածք ազատ է, այդ նշանակում է, որ մի խնդիր կա, կամ տարածքի ֆունկցիոնալը չի համապատասխանում, որ այդ տարածքում նմանատիպ բիզնես ինչ-որ մեկը ստեղծի, կամ գնի հետ է խնդիրը։ Տեսեք, օրինակ ֆունկցիոնալի մասով մի քանի հետաքրքիր բան ասեմ։ Օրինակ կարա ինքը պարքինգներ չունենա, ինքը կարա օդափոխության նորմալ համակարգ չունենա, եթե վերցնեն կոնկրետ ռեստորանը եւ
հարմար չլինի էլի բիզնեսմենին տեղ այդ գործունեությունը ծավալելը։ Եվ ինքը զիջի կողքի տարածքներին տեխնիկական բնութագրով։ Բայց այդ սեփականատերը վերցնի այն գինը վարձակալության, որը կողքի տարածքներն են հանձնում, այսինքն համեմատական կարգով գին սահմանը իր տարածքին, հաշվի չառնելը, որ զիջում է իր տարածքը։ Խնդիր համար 2, երբ որ ինչ-որ մի ժամանակ գները տենց բարձանում էին, իրավիճակը փոխվել է, մարդիկ արդեն չեն վարձակալում նմանատիպ գույքեր, բնականաբար շուկան արձագանքում է այդ գներին, ով էլ որտեղ վարձակալած նստած է եղել, դուսակ է, ինչի է դուսակ է պատճառը։ Ինչ-որ մի բան կամ շրջանառության հետ է խնդիր եղել, նույն օրինակ ես բաներ գիտեմ, սեփականատերեր գիտեմ, երբ որ մեկին վարձակալությամբ հանձնում են իրանց գույքը, կոպիտ ասած չեն խառնում իր բիզնեսին, բայց իրան դիտարկում են որպես գործընկեր վարձակալին։ Իսկ փորձում են ինչ-որ ժամանակը, արտոնյալ ժամանակահատված տան, մինչև այդ մարդը տեղավորվի, ինչ-որ իրադարձություններ ա լինում, երկրում նա կովիդի ժամանակ, բարձ օրինակ, լիքը սեփականատերեր զիջումների գնացին, հա, որ իրանց վարձակալը դուրս չկա, որովհետև տարիներ շարունակ աշխատել են այդ մարդու հետ, իրենց գույքը տվել են վարձակալությամբ, իրանք այդ վարձակալության գումարներով ինչ-որ հարցեր են լուծել, կարիքներ են հոգացել եւ չեն նեղացել, գերադասել երկարատև համագործակցությունը։ Օրինակ, վերջերս նկատելի է, որ քանի որ կենտրոնում եւ կենտրոնին մերձ շրջաններում ավելի թանկ է վարձակալության գինը, մարդիկ ձգտում են տարածքներ վարձակալել, գրասենյակային տարածքներ վարձակալել Երևանի վարչական շրջանների սահմանին կից, այսինքն Երևանի արվարձաններում շատ ենք տեսնում, որ գրասենյակային տարածքներ կան, տարբեր բիզնեսներ այնտեղ են գործունեություն ծավալում։ Այդ տեսանկյունից ինչպես է շարժը, այսինքն Երևանից դեպի կենտրոնից դեպի դուրս հասարակական նշանակության տարածքների վարձակալություն։ Տեսեք, դա կախված է գործունեության տեսակից, դա շատ մեծ նշանակություն ունի, էլի գործունեության տեսակը, օրինակ նույն գրասենյակային տարածքի համար մեծ հաշվով, եթե ինքը տենց back office է, այսինքն հաճախորդների բաները չի սպասարկում, մեծ հաշվով ամենաառաջնային խնդիրը լինում է parking-ը եւ տրանսպորտը։ Այդ հատվածում ինչ ձև է զարգացած, էլի։ Եթե այդ հարցերը օքեյ են լինում, շատ հարմար է։ Նույնիսկ տրանսպորտն եթե լավ աշխատի, եթե տարածքում է parking-ներ կան, օրինակ ես մեր գրասենյակը Արաբկիրում եմ վերցրել, այնպես հատվածում եմ Արաբկիրի վերցրել, որովհետեւ parking-ի մասով, երբ որ հաճախորդներ են գալիս կամ գործընկերներ են հյուր գալիս, դες մեծ խնդիրներ չեն ունենում։ Օրինակ իմ համար դա շատ կարևոր է։ Ես կարայի հանգիստ կենտրոնում վարձակալեի, օրինակ իմ ընկերության համար, բայց չեմ ուզում, որովհետեւ կենտրոնում parking-ի շատ լուրջ խնդրեմ կա։ Գործընկերներ կան, որ չեն ուզում ուղակի գան քո գրասենյակում հանդիպան, որովհետև խնդիր են ունենալու parking-ի, այդ ահագին ժամանակ են ծախսելու, խցանումների մեջ են հետո մնալու, չեն գալիս, ու այդ մշակույթը արդեն շատ է սկսել զարգանալ էլի տնտեսվարողների մոտ։ Այսօր ցանկացած մեկը փաստորեն կարող է զբաղվել անշարժ գույքի առք ու վաճառքով, ճիշտ է։ Այսինքն պարտադիր չի, որ նա լինի անշարժ գույքի գործակալ։ Այո, շատ լուրջ խնդիր է։ Օրենսդրական դաշտը ինչպես է կարգավորվում, ես նաև գիտեմ, որ շրջանառության մեջ է դրված արդեն մի քանի փոփոխություն անցած ռիալտորական գործունեության մասին օրենքը, որը միտված է ըստ էության դաշտը կարգավորելուն։ Ինչպիսին է այս օրենքը, արդյոք քննարկվել է ասոցիացիայի հետ եւ ինչ լուծումներ կան դրական եւ ինչ բացասական խնդիրներ եք տեսնում այստեղ։ Տեսեք, շատ լավ է, որ այդ օրենք կա շրջանառության մեջ, միանշանակ ասոցիացիան կադաստրի կոմիտեի հետ շփումներ ունի, քննարկումներ ունի այս թեմայով, որոշակի տենց սուր քննարկումներ եղան կադաստրի կոմիտեի հետ, նույնիսկ ներկայացուցիչի հետ բանավեճ ունեցանք հանրայինի եթերում, լիքը կետեր կային, որ համաձայն չենք, որոշ հարցերով ըմբռնումով իրանք մոտեցան, տարբեր հարցերի, որտեղ կետեր կային, որ զգայուն էր մեր համար, ու ավելի շատ խնդիրը գիտեք ոնց էր, որ օրենքը իրականում լավ նպատակով է ստեղծվել,
օրենքը ստեղծվել է, որ բարեփոխումներ անի, բայց բոլորս է գիտենք ցանկացած օրենք, որ ինքը սկզբից նպատակը լավն է լինում, բայց որոշակի խոչընդոտներ է առաջացնում կոնկրետ գործունեությամբ զբաղվող մարդկանց համար, եթե սկզբնական փուլում իրանց այդ խորը քննարկումներ չի լինում, որովհետև բառերը գրված են լինում թղթի վրա, բայց հողի վրա դա ուրիշ ձև է աշխատում։ Քանի որ շահառուներից մեկը նաև մենք ենք, որովհետև դա մեր համար շատ կարևոր է, որ այդ դաշտը կարգավորվի, դա համ մենք ենք շահառու, համ հանրությունն է շահառու, համ է պետությունը։ Այդ օրենքով 3 հարց է լուծվում։ Առաջի հերթին մենք շահառու ենք, քանի որ մենք միշտ անբարեխիղճ մրցակցության մեջ ենք, որպես գրանցված հարկատու ընկերություններ ֆիզիկական անձանց հետ, ովքեր հարկային վճարումներ չեն անում, հարկային բեռ չունեն իրանց վրա եւ կարողանում են ավելի մատչելի գներով ծառայություններ մատուցեն։ Երկրորդը շահառու է հանրությունը, քանի որ, տեսեք, այդ ծառայությունները մատուցվում է հանրությանը, բայց դա վերահսկելի չի։ Բազմաթիվ բողոքներ են եղել, բազմաթիվ դատական գործեր կան, որ կազմակերպել է գործարքը մարդ, որ ներկայացել է գործակալ, բայց այդ գործարքը դարձել է մի մարդու համար դժբախտություն ընտանեկան, կորցրել է իր բնակարանը։ Այսօր բոլորս գիտենք, որ բնակարանը դա մարդկանց համար կարելի ասել սրբություն է։ Դա կամ ինչ-որ ժառանգապար է եկել, այսօր գույք ձեռք բերել այդքան հեշտ չի, ու միանգամից կորցնել մի մարդու համար, որ չի տիրապետում, խնդիր է, կամ թեկուզ վատ ծառայություններ են մատուցել մարդկանց, առանց ծառայությունների մատուցման պայմանագրի, առանց ոչ մի բանի, եւ մարդիկ դժգոհ են եղել, բայց չեն իմացել որտեղ դիմեն մարդու վատ գործունեության համար, որտեղ իրազեկեն, որ այդ մարդու սահմանափակեն կամ չգիտեմ պատժեն, չկար ինչ որ տես կառույց էլի, եւ պետությունն է շահառու, քանի որ դաշտում աշխատող ընկերությունների կամ ֆիզիկական անձանց, ովքեր գործունեություն են ծավալում, մեծ գերակշիռ մասը հարկեր չի վճարում պետությանը, բայց փաստ, որ ինքը եկամուտ է ստանում ու ինքը անհավասար մրցակցության մեջ է դառնում մյուս գործընկերների հետ։ Այս օրենքը իրականում շատ մի քանի հոգի շահառու են, այսինքն պետություն, համայնքը եւ հանրությունը։ Բայց խնդիրը նրանումն էր, որ ձևակերպումներ կար, որ համաձայն չենք, օրինակ դե օրինակ այնտեղ մի քիչ բան կար, օրինակ կետ կար ձևաչափի մասով, այսինքն գործողությունների հերթականությունը, որ բնակարանը պետքա պարտադիր պայմանագիրը կնքվի, ինչ որ ժամանակ հետո այդ գույքը ներբեռնվի կադաստրի կայք, այնտեղ օքեյ լինի, նոր ենթադրենք հայտարարություն տրվի, եթե տեղ ինչ որ այդ շղթայի մեջ սխալ էր լինում կամ ժամանակի մեջ չէր տեղառում գործակալը, կարող միանգամից զրկվեր կամ կասեցվեր իր գործունեությունը, ինքը ավելի խիստ էր էլի այդ ձևակերպումը տված, օրինակ ասենք պրակտիկայում հնարավոր է, որ ոչ միտումնավոր մարդու մոտ շուտ խնդիր առաջանա, դա քննարկել ենք, այդ կետի մասով քննարկումներ կան արդեն։ Այսինքն պետք է լիցենզավորվեն։ Ճիշտ է, տեսեք ոնց է, պետք է գործակալը ունենա բարձրագույն կրթություն, օրենքի մեջ այդ կետը կա։ Այսինքն, բայց հիմա ունենք շատ գործակալներ, ովքեր որ իրականում լավ մասնագետներ են, տարիների փորձ ունեն, բայց բարձրագույն մասնագիտական թե ընդհանրապես բարձրագույն կրթություն։ Ենթադրենք կարող լինի, չգիտեմ, օրինակ գինեգործ կամ անաստաբույժ, ուղղակի ունենա։ Հա, կամ իրավաբան, ուղղակի ունենա։ Այդտեղ խնդիր կար, որ կարան այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ աշխատում են կամ ընկերություն ունեն 10-15 տարվա փորձով, այս բանին չեն կարող լիցենզավորվեն։ Այդ կետի մասով են քննարկել։ Ինչու չեն կարող։ Թե որտեղ օրենքի պահանջ չկա, որ ինքը պետքա բարձրագույն կրթություն ունենա։ Իսկ այս մարդը չունի։ Բայց որքանով է խելամիտ այդ բարձրագույն կրթության պահանջը, օրինակ մենք գիտենք, որ պարեկները միջնակարգ կրթությամբ են աշխատանքի։ Գիտեմ, ազգային ժողովում էլ պատգամավորների հանդեպ բարձրագույն կրթությունը ավելի կարևոր է, քան օրինակ նույն ազգային ժողովի, թե եթե չեմ սխալվում, ինչքան գիտեմ, տենց սահմանված չի էլի բարձրագույն կրթության ցենց։ Դու ամեն դեպքում դա ներկայացնենք, նաև իրավիճակն ենք ներկայացրել, ովքեր կան, որ ու խնդրել ենք այդտեղ անցումային փուլ լինի, այն մարդիկ, ովքեր փորձ ունեն 3-4 տարվա կրթություն։ Չէ, իրանց հանդեպ այդ կետը չկիրառվի, այսինքն եթե մարդ 3 տարի գրանցված աշխատում է անշարժ գույքի գործակալ, գա լիցենզավորման, բայց իրանից չպահանջեն, այդ ցենզը չլինի իրանց վրա։ Դա էլ է քննարկման փուլը։ Օրինակ, էլի այտենց այդ լիցենզավորման մարմինը, ովքեր են լինելու հարցաշահերը, ովքեր են ստեղծելու, այտենց հիմնականում տեխնիկական հարցեր ա եղել, որ
կարելի ասել քննարկման առիթ է էլի դարձել, բայց Փառք Աստծո կա այդ շփումները կա, քննարկումները կա եւ մենք էլ ենք ուզում որ շուտ լինի այդ օրենքը, որպեսզի դաշտը մաքսիմում կարգավորվի։ Խնդիրը, տեսեք, մասնագետը 10 տարվա երբ որ իրանից ծառայություն է պատվիրում քաղաքացին, գնում է պետքա բնակարանի շուկայական արժեք որոշի, բնակարան ուսումնասիրի, շուկայական արժեքը որոշած գին են ասում գործակալները եւ ինչ որ մեկը, որը ոչ մի տեղ պատկերացեք ոչ պետրեգիստրում, հարկային մարմիններում գրանցված չուղակի տենց աշխատում է էլի, կայքերով հայտարարություններ է տալիս։ Նման մարդ գնում է եւ ավելի բարձր գին է առաջարկում, բնականաբար միշտ սեփականատերը կնախընտրեն հոգեբանորեն, որ իրանց գույքը բարձր վաճառվի եւ այդ գույքը կարող ամիսներով չվաճառվի։ Եվ այս պարագայում հետո դուրս է գալի որ գործակալները չեն աշխատում նորմալ, խափում են այն մարդը որ վերահսկողություն չունի, գոնե պետրեգիստրում գրանցված չի, որ գիտի որ ինքը պատասխանատվության ինչ-որ սահման չունի, այդ մարդիկ միտված չեն բարձրակարգ ծառայություն մատուցելու, որ կարան ժարգոնով խոսանքարան մեկին վիրավորեն, պատկերացեք ծառայությունա, որի արժեքը սկսում է չեմ 4-500 հազար դրամից, բայց պայմանագիր չի կնքվում, արձերնասաղարվում, այսինքն խնդիրներ կլուծի ահագին, էլի, վերահսկողություն կլինի։ Տեսեք, ասենք հիմնական խնդիրներից մեկն էլ նա է, որ մարդիկ չեն կարողանում տարբերակել այսօր մասնագետին եւ ոչ մասնագետին։ Օրինակ իրենց կարան 2-3 տարբեր մարդիկ որպես ընկերության կամ անհատ գործակալներ ներկայանան, ծառայություն մատուցող, եւ օրինակ քաղաքացին ծառայություն պատվիրելով սկսի խորհրդակցել իրենց հետ եւ ինքը հիմք վերցնի ոչ կոմպետենտ մասնագետ, այսինքն մարդու, որ կապ չունի իրականում այդ ոլորտի հետ եւ իր խորհուրդների հիման վրա ընկնի շատ լուրջ խնդիրների մեջ։ Օրինակ թե գնային սեգմենտում, թե փաստաթղթերի հետ կապված, օրինակ նույն գնորդները շատ ա եղել դիմել են գործակալի, ճակերտների մեջ գործակալի գույք գնելու համար, գնացել են ինչ-որ մի հատ գույք գնելու, մեծ կանխավճար են թողել սեփականատիրոջը, սեփականատերը այդ կանխավճարը ծախսել է մինչև գործարքը, դա սահմանված չի էլի, ասենք, այդ կարգն է խոսքով ինչ-որ մի հատ թղթի կտորի վրա գրել, կոչված, բայց մեծ գումար։ Եվ մի հատ իրավիճակ է ստեղծվել, որ այդ մարդը չի կարողանում այդ գումարը հետ տալ, գույքներն հենց խնդիրներ ունի փաստաթղթերի հետ կապված, որ անհնարին է այսօր օտարելը։ Ինքնադրենք սեփականատեր ունի, որը երկրում չի ու անհայտ է իր տեղը։ Այսինքն այս կարծում եք, որ այս օրենքով դաշտը միանշանակ օրենքը սահմանում է, որ գույքը միջև վաճառքի դուրս գալը պարտադիր պետք է կադաստրում ստուգվի, ստուգված է կարգավիճակ ստանա, նոր իրավունք ունենա գործակալը դա հանի վաճառքի։ Տեսեք ինչ լուրջ։ Այսօր այդպես չի արվում։ Այսօր չէ, այսօր ցանկացած մարդ կարող է, դուք կարող եք աշխատանքից հետո, կներեք, որ օրինակը ձեր վրա եմ վերում, գնաք ձեր ընկերոջ գույքը վերցնեք տեղադրեք կայքում եւ ներկայանաք որպես գործակալ։ Ոչ մեկ, ոչ մի կառույց չի ասելու, որ դուք ինչ իրավունք ունեք այդ նմանատիպ գործունեության զբաղվել։ Ինչեւ այն պահը, երբ որ հարկայինը չզբաղվի եւ հարկայինը գիտեք հարկայինը չգրանցի, չարձանագրի տարբեր տարիներում երբ որ շփումներ ա եղել, դիմել ենք, ասել ենք ինչի չեք վերահսկում, իրականում օբյեկտիվ է իրանց բերած պատճառաբանությունը, որ այդքան ռեսուրս չունենք, այդքան մարդու հետևից ընկնենք, եկեք դուք տվեք ինֆորմացիան, մենք էլ մեր մոտ մի քիչ մենտալիտետային հարց է, չէ, տենց ոնց կարամ մեկի վրա չգիտեմ գործ տալ էլի սենց էլ է դա խնդիր։ Եվ շատ չարչերկված հարց է։ Այսքան լայն թափով կառուցապատում են ընթանում, տեսնում ենք թե Երևանում, թե Երևանամերձ, թե մոտակա մարզերում, նաև ոչ մոտակա մարզերում, եւ ակնկալիքները քաղաքացիների այն են, որ գները ի վերջո պետք է նվազեն։ Ինչ միտումներ եք տեսնում շուկայում։ Տեսեք, նվազման մասով էլի նախ ասեմ։ Խոսքը բազմաբնակարանների, տեսեք, լիքը շատ հաջողված քաղաքաշինական նախագծեր կան, որոնք զրոյից սկսել են, իրաց մոտ ֆինանսական հաշվարկները շատ ճիշտ են արվել, իրաց վաճառքները շատ ճիշտ գնացել են, եւ իրանք արդեն կառուցապատողներ կան 3-րդ, 4-րդ, 5-րդ նախագիծն են անում, վստահելի են արդեն, եւ կա նաեւ կառուցապատողների ասոցիացիան, մեր գործընկեր կառույցն է,
մեծ մասը լավագույն կառուցապատողների ասոցիացիայի անդամ են, կառուցապատողների ասոցիացիայի, իրենց մոտ շատ նորմալ ամեն ինչը գնում է։ Տեսեք, կա վաճառքի տարբեր փուլերում ոնց վաճառեն ֆինանսականը նորմալ է, որտեվ այսինքն վաճառքի մասով կանխատեսում արվում վաճառքի մասնագետը, ֆինանսական մասով ֆինանսիստն է հաշվում, կառուցապատողները անում են նորմալ շինարարական ընկերությունը։ Եվ կար այս դաշտում էլ միջև կարգավորումներ անելը նույն համարյա թե վիճակը, ոնց որ մեր դաշտում էր։ Այսինքն ով պատահի, բժիշկ, չգիտեմ, շուտ ռեստորանի տեր կամ մարդ, ով որ կապ չունի այդ բիզնեսի հետ, տեսնում էր որտեղ կարողանում են մարդիկ փող աշխատել, մտնում են այդ բիզնեսի մեջ։ Օրինակ, ես ունեցել եմ նման кейսեր, տենց եկել են, դիմել են, որ իրենց պրոյեկտի մասով մենք մեր ընկերությունը վաճառքներ անի կամ իրենց համար վերլուծություններ անենք, եւ երբ որ մենք վերլուծություններ ենք արել, իրենց համար անընդունելի է եղել այն գները, որը որ տվել ենք վաճառքի տարբեր փուլերի համար, եւ չեն աշխատել մեր հետ։ Օրինակ այսօր դրանցից շատերին տեսել եմ, որ իրանք լուրջ խնդիրներ ունեն, թե շինարարության հետ, թե վաճառքների, թե ֆինանսավորման, որովհետեւ կանոնակարգված չի եղել իրենց մոտ։ Այսօր բազմաթիվ կարգավորող օրենքներ կան, այդ ուղղությամբ շատ լավ աշխատում է կառուցապատողների ասոցիացիան, հանձինս նախագահի Գուրգեն Գրիգորյանի ես տեսնում շատ օրինակելի կառույց է եւ այնտեղ էլ շուտով կլինեն բարեփոխումներ այդ նվազումների մասով տեսեք ինչն է խնդիրը օրինակ տեսեք գների նվազման տեսեք մենք ոնց որ դա գովազ չլինի օրինակ մեր ընկերության կողմից վաճառվող կառուցապատողների գույքերը կամ կառուցապատողները այսօր ոչ մեկ ֆինանսական խնդիրներ չունի որտեվ մենք adekvat գներով վաճառել ենք, դա հիմնականում մոդելը Հայաստանում կառուցապատման հիմնված է վաճառքների վրա։ Այսինքն ինչքան վաճառքներ որ արվում է, դրա որոշ մասը պետությունը թույլ է տալի, որ կառուցապատողը ուղի կառուցապատմանը, դա բանկի վրա է դրված այդ պարտականությունը, որ սահմանափակում է ֆինանսների օգտագործումը, եւ դա շատ բարդ հաշվարկներ է։ Այսինքն պետք է նախորոք կանխատեսվի շուկայի վերլուծությամբ բացի կանխատեսել եկեք sense սկսենք թե ինչ է տեղ կառուցվում ում համար ինչ մակերեսներով ինչ գներով պետք է դրանք վաճառվեն որ շինարարության որ փուլում այնպեսի կանխատեսում պետք է տալ ինչքան կվաճառվի որ այդ գումարը այդ փուլում ամեն ամիս հերիքի կառուցապատումը ապահովելու համար իսկ առաջարկ պահանջարկը ինչպիսին է հիմա համեմատաբար հասնեմ դրան տեսեք այն մարդիկ ովքեր սա խնդիրներ ունեն նմանատիպ հաշվարկներ չեն ունեցել իրանք բարձր գներ են դրել այսօր իրանք ասում են մենք մեր մոտ 30% գնիչեցում ունենք այ հենց դա երբևէ չլսված բան էր որ կառուցապատողը ինչ որ բոնուսներ տրամադրի ինչ որ ակցիաներ անի եւ այլն երբևէ նման բան չի եղել չէ տեսեք մարքեթինգային քայլեր կա որոնք բավականին զարգացած կառուցապատողները կամ այն ընկերությունները ովքեր outsource ծառայություններ են վերցնում վաճառքի մարքեթինգային իրանք ունեն գործիքներ որ ինչ որ շահագրգռող պայմաններ են տալիս բայց չլսված է երբ որ քառակուսի մետրը կոմոդ պայմանական 800,000 դրամ է բայց դու այսօր համաձայնես 500-550-ով վաճառես ասում ես ակցիա է իմ մոտ այսինքն ուռճացրել ես դու նախապես իհարկե այ ըստեղ տեսեք ինչա կամ այդ մարդիկ նոր ճիշտ մասնագետների խորհուրդները չեն լսել կամ չեն դիմել մասնագիտացված ընկերությունների որ ճիշտ խորհուրդ տան որ այս իրավիճակում չհայտնվեն կամ իրանք լսել են այդպիսի մասնագետների ովքեր իրականում շուկայից տեղյակ չեն պոպուլիստական ինչ որ առաջարկներ են արել որ այդ կառուցապատողը իրանց հետ աշխատի այսօր իրանք խնդիրներ ունեն Նաև այսօր տեսնում ենք օրինակ այնպիսի հատվածներում բազմաբնակարան շենքեր են կառուցում որտեղ ճանապարհ գրեթե չկա, շուտ կանաչ տարածք չկա, բակ չունի, այսինքն նեղ երկար բազմահարկ շենք է կառուցվում նախկինում օրինակ գնորդը առաջնահերթություններ տալիս, ասենք լավ տեսարանին, օրինակ, գիտեմ, Արարատ լեռը անպայման պետք է Երևար, Պատշգամբից կամ օրինակ, չգիտեմ, կանաչ տարածքներ, հիմա կան այդ առաջնահերթությունները, թե մարդիկ ուղղակի անշարժ գույք են ձեռք բերում, որտեղ պատահի եւ ոչ, տեսեք ոնց այսօր այս տարիների ընթացքում մեր գնորդը բավականին հասուն գնորդ այսինքն մարդիկ տարիների ընթացքում փոխվել են չեն կարող 10 տարի առաջվա գնորդի համար այսօր շենք կառուցենք որտեղ իրան հետաքրքիր չի լինի օրինակ տեսեք ինչի են այսօր մարդիկ հիմնականում
գերադասում նորակառույց շենքերում տուն գնել։ Առաջի պայմաններից մեկը սեյսմակայունությունն է, որ մոնոլիթ շենք է, այսօր իրականում այդ տեխնազորները շատ լավ աշխատում են։ Երկրորդը կոմունիկացիաները, շենքի ներսի ծառայություններ, հենց կոմունիկացիաները, ջրատարեր, օդատարեր, բան ավելի որակով են, ավելի նոր ստանդարտներով են կառուցում եւ շրջակա միջավայրը։ Այսինքն մոտիկ դպրոց, մանկապարտեզ, խանութներ, ինչ ծառայություններ կա, նույն այդ շենքը ինչ ծառայություններ է մատուցում, չէ՞ որ այսօր տարբեր ծառայություններով հարուստ շենքեր կան, չէ՞ որ լողավազան ունեն, չեմ ֆիթնես ունեն, տարբեր ծառայություններ, լվացկատուն ունեն իրանց մոտ, ընդհանուր կացարատնով։ Առաջինը, որ մարդիկ այսօր նախատեսում են նորակառուցում, դա է։ Երկրորդը, թե որտեղ է գտնվում։ Այսինքն կողքը ինչեր կան, նեղ ճանապարհով, մետրոյի մոտով է, այսինքն քաղաքի ամենածայրամասում է, միգուցե կողքերը բոլորը նորակառույց շենքեր են։ Հետո շատ կարևոր է այդ ձեր ասած բանը, ճանապարհները նեղ են, լայն են, դա գնորդն է որոշում արդեն գույքը առնելուց, բայց այդ չափանիշները գնորդը չի որոշում, այդ չափանիշները կառուցապատողը չի որոշում, այդ չափանիշները որոշում է քաղաքաշինության կոմիտեն, քաղաքապետարանը։ Օրինակ ես վերջերս շատ եմ լինում ցանկացած նորակառույց շենքի նախագիծ, միջև շինթույլտվություն ստանալը, միջև քաղաքաշինության կոմիտե գնալ, ինքը հանրային քննարկումներ անցնում։ Ես մի հատ բանավեճի եղա, հենց հանրային քննարկման ժամանակ մի քաղաքացի հարցեր էր բարձրացնում հանրային քննարկմանը, շրջակա միջավայրի մասին էր հիմնականում, թե այդ կառուցապատումը ինչ ազդեցություն է ունենալու շրջակա միջավայրի վրա, օրինակ այսքան պարքինգները չի հերիքում, այստեղ ճանապարհին են կանգնելու մարդիկ, այդ ճանապարհը նեղ է, բանը, կառուցապատողի պատասխանը սա էր. ինձ տված չափանիշներով ես ապահովել եմ, թե ձեր համար ինչ խնդիր կառաջացնի, ես չեմ կարող դրա համար գարանտիա տամ։ Այսինքն ես ճարտարապետին խնդիրը ոնց հստակ կա, այդպես ձևակերպել եմ, չափանիշների մեջ ստեղծել է։ Այդ չափանիշներն էլ է պետք կարծում հետո վերանայել։ Եվ մի հատ էլ անդրադառնանք, գները ի վերջո նվազման միտում ունեն թե ոչ։ Տեսեք, գները թելադրում է շուկան։ Երբ որ ունեցել ենք մի ժամանակահատված, երբ որ գները կտրուկ բարձրացել են, շուկան կարգավորել է գները ու գնում է դեպի կարգավորման։ Քանի Հայաստանում անշարժ գույքը արժեք ունի, դա մեր շահերից է բխում, որովհետև դուք էլ ունեք կապիտալ, անձնական, ժառանգաբար ստացած կամ գնաց, ես էլ ունեմ ու բոլոր քաղաքացիներն ունեն։ Իրականում անշարժ գույքը երկրի ինչքան արժեքավոր է, այնքան այդ երկրի քաղաքացիները հարուստ են։ Դա դասականն էլ ասում։ Բայց այ անշարժ գույք ձեռք բերելու համար, երբ որ քաղաքացիները ասում են մեր համար բարդ է այսօր անշարժ գույքի խնդիր, պետությունը պետքա սուբսիդավորվող թիրախային ծրագրեր մտածի, որ այդ նույն թանկարժեք անշարժ գույքը ունենա իր քաղաքացին, բայց դրա համար բարենպաստ պայմաններ ստեղծի։ Իսկ կարելի է ձեր ասածից ենթադրել, որ առաջիկայում նվազման միտում չկա շուկայում անշարժ գույքի գնալու։ Չէ, տես կտրուկ Եթե տեսեք, երբ որ անշարժ գույքի գները սկսում են նվազել, ուրեմն երկրում ապրելը շատ ծայրահեղ, ծանր վիճակում է։ Այսինքն ներդրումներ չեն գալիս, աշխատատեղեր չկան, մարդիկ սովամահ են լինում կամ պատերազմական վիճակա, փառք Աստծո այդ վիճակը չունենք, էլի։ Շնորհակալություն, պարոն Հարությունov, հիշեցնեմ Սպուտնիկ Արմենիայի տաղավարում հյուրընկալել էինք Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովին, զրույցը վարեց Հովհաննես Շողիկյանը։